Բարև սիրելի հայրենակիցներ, հիմա մենք մեկնաբանելու ենք ձեր խաղը Ֆրանսիա, Նոր Զելանդիա խաղը։ Բարև ձեզ Դավիթ։ Հիմա ձեզ եթերում է Գարիկ Մարտիրոսյանը և Դավիթ Մաթևոսյանը։ Այսօր խաղում է Ֆրանսիայի հավաքականը և Նոր Զելանդիայի հավաքականը։ Գարիկ, ով քո կարծիքով կհաղթի։ Իհարկե Ֆրանսիան։ Ֆրանսիան այս տարի, բայց այդքան ուժեղ չի խաղում։ Ինչ կարծիք ես, ուժեղ է խաղում այս տարի Ֆրանսիան։ Գարիկ, հացից չպատասխանի։ Ասա։ Քո կարծիքով Ֆրանսիա կհաղթի է։ Այո, կհաղթի։ Ով է գրող Գարիկ։ Այ։ Ով է չկարողացավ խփել գոլ, չէ՞, ով չկարողացավ խփել։ Կիլիանը։ Պենալ։ 11 մետրանոց, Օբամայենկին գցեցին։ Օբամայենկը դե բաներ։ Հարված։ Գոլ։ Ինչի արալի գոլ է խփում Կիլիան Էմբապեն։ Օբամեն խփում է առաջին գնդակը խաղի առաջին րոպեին, այո, սա ուղղակի զարմանալի է, որ Զելանդիան սկսում է դաշտի կենտրոնից, գրում է, Ֆրանսիա խլում է գնդակը, պաս Պետրոսով Կիրալը գնում է մենակ դուրս է գալիս դարմասայից դիմաց, չի կարողանում շրջանցել և առաջ է գցում, Նոր Զելանդիայի մոտ է, Մգուատ գրով է, Նոր Զելանդիան նորից Ֆրանսիա խլում է Ուսման Դեմբելե պաս է տալի Կիլիան Էմբապեին, Կիլիանը Մայքլ Օլիսեին և հարված գոլ Օլիսը խփում է երկրորդ գնդակը, այս սա խաղի երկրորդ գնդակը, այլ ոչ թե իր երկրորդ գնդակն է խփում ինչպիսի խաղի սկիզբ է արդեն 5 րոպե արդեն Ֆրանսիան կարողանում 7 րոպե է անցել 7 րոպեվա ընթացքում երկու գնդակ է խփում նորից գրով է Ֆրանսիան այսինչ է կատար Ֆրանսիայի Զելանդիայի պաշտպանություն Կիրիլի մոտ է փոխանցում հարված Ուսման Դեմբելեն չի կարողանում հարվածել Յանալի փոխանցում Ամել խաղից դուրս է նայ Չէ, խաղի դուրս չկար բայց Նայ խաղից դուրս Խաղից դուրս Սկսվեն Զելանդիայի ֆուտբոլիստները խլում են գնդակում հարված գոլ ով խփել Կիրալը խփում է երկրորդ գնդակը Կիրիլը խփում է երկրորդ գնդակը այո ինչ խաղի սկիզբ է արդեն 10-րդ րոպեին հաշիվը 3-0 Ֆրանսիայի հավաքականի նայեք կրողություն ինչ գեղեցիկ ցած և ինչպիսի գեղեցիկ վարպետությամբ նա կարողանում է Կիրիլը խփել երկրորդ գնդակը այո սա Ֆրանսիան է գնդակը նորից այս ինչ են անում Նոր Զելանդիայի պաշտպանները և Մայքլ Օլիսեն գրովում է դարպասապահ ուրսում է գնդակը հարված ով խփել Ուսման Դեմբելեն խփում է իր առաջին գնդակը Նրանք առաջին Սենեգալի դեմ հաղթեցին 3-0 և այս հիմա հաղթում են 4-0 ինչպիսի ինչպիսի հարված գեղեցիկ հարված Անցել անգամ որ Դեմբելեն հարվածեց նա չկարողացավ, բայց այս անգամ կարողացավ այո, Ֆրանսիան իրեն ցույց է տալի իր վարպետությունը նորից տեսնում ես Գարիկ Զելանդիայի պաշտպանները ինչ անփույթ է խաղում և Ֆրանսիան կարողանում է խլել սեյֆ է կատարում և որսում է Զելանդիայի դարպասապահը եթե Ֆրանսիայի դարպասապահը չներ արդեն հաշիվը կարող է դառնալ 7-0 բայց Զելանդիայի դարպասապահը կարողանում է չեզոքացնել սպառնալիքները նորից Ֆրանսիան է գրով
Փոխանցում։ Գոլ, Դեմբելեն խփում է Իսկ ուր էին պաշտպանները, Գարիկ։ Գնացել էին քնելու։ Իսկ ինչու չեն պահում։ Չես Որտեղ հասկանում։ ալարկոտ են։ Չեմ հասկանում։ Այս ինչ է կատարում։ Սա Զելանդիայի սահմանալի է։ Նորից Դեմբելեն խփեց։ Այո։ Երբ գնդակների հարաբերությամբ երկու գնդակ խփել է։ Կիրիլը երկու գնդակ Դեմբելեն։ Եվ մի գնդակ Օլիսը։ Օլիսը հաշիվը դառնում է 5-0 խաղի որ երրորդ րոպեն է 17-րդ։ 17-րդ րոպեին արդեն հաշիվը 5-0 է Զելանդիան է գրում ախր ինչու պաս չեն տալի չեմ հասկանում այս Զելանդիայի ֆուտբոլիստները նա ինչ ամփոփ է խաղում նորից խլում է Ֆրանսիան նորից գրում է տես ինչ ազատ տարածություններ են տալի Ֆրանսիայի ֆուտբոլիստերին երեքը 4-ը մեկի դեմ հարված, այ 4 հոգով չկարողացան խփել, նայեք, դուք տեսնում ես 4 հոգի մի դարպասապայ, իսկ ուր էին 10 հոգի։ 10 հոգին 3-ը հարձակվում են, 3-ը կիսապաշտպան են, իսկ 4-ն են բան են պաշտպան։ Բայց ուր էին, չկային։ Այնտեղ չեն պաշտպանում, հարձակվում են։ Իրանք իրանց անտեսանելի գնդակով հարձակվում էին։ Նոր Զելանդիան է գրում, տեսնես կարող է հեղինակության գոլ խփել Զելանդիա, գոնե մեկ գնդակ, ահա, տեսնում ես, էլի ամփոփ, նայ կողքը ազատ է խաղացողը, նա պաս չքսեց, Ֆրանսիայի, նայ գրում է, հարված դեպել, տեսնում ես, նա Ֆրանսիայի խաղացողները ինչ փոխանցումներ են կատարում և հաշվի չեն առնում, թե ով կխփի գնդակը, գլխավորը հաղթանակն է, նորից Զելանդիայի մոտը գնդակը, ինչ Ոնց խփեց, բայց դա շատ ռիսկային էր, կարող է Ֆրանսիայի ֆուտբոլիստները խլեն, նորից Զելանդիայի մոտը, պաս կսիր, այ խելով, տեսնում ես ինչ ինքը խելոք չէ, որտեղ եթե պաս կծեր, ինքը այդ վաղ մենակ խելոք կլիներ։ Զելանդիայի մոտը գնդակը, փոխանցում, արա ես ինչ են անում այս Զելանդիայի ֆուտբոլիստները, չեմ հասկանում, սրանց մարզիչի աշկերը որտեղ է, չեն ասում, սրանց չի սովորացել, որ պետք է փոխանցումներով խաղալ, տեսնում ես ֆրանսիացիները ինչ փոխանցումներ է կատարում, նորից, նա ուզում էր փոխանցում կատարել, բայց դարպասապահը կրահեց և որսած կրծել, սա արդեն նրա 4 սեյֆն էր, արդեն հաշիվը կարող էր դառնալ 9-0, բայց դարպասապահը իրեն, ահա, նորից, Դեմբելե, հարված գոլ, ով էր Կիրիլը խփեցին երրորդ գնդակ այս խաղում, հետրիկ, 3 հատ հարված և 3 գոլ, այո, սա կնա պատկերը, սա ուղղակի չես հասկանում, սա ինչ, քո կարծիքով դա գոլ էր մտնել, թե ոչ, իմ կարծիքով պետք է մտնել, որտեղ Կիրիլը շատ գեղեցիկ կարող էր վրատարը նաև որ ինքը թռավ, կարող էր նա գլխով սեյվ կատարել, բայց չկարողացավ, հաշիվը դառավ 6-0, արդեն խաղի 37 առաջ խաղի 37 րոպե նորից նա գիտեր Չուամենին գիտեր որ փոխանցում է կատարում ինչը Զելանդիայի խաղացողներն վազում փոխանցում ահա տեսնում ես սա 5-րդ սեյվը կատարել դարպասապահը հաշիվը կարող է դառնալ եթե չկատարեց բռնել 11-0 այո ինձ թվում է նոր Զելանդիայի լավագույն ֆուտբոլիստ կարելի է ճանաչել դարպասապահի չնայած նա արդեն 6-ը գնակ թողել է հարված խաղի լավագույնը կարելի է ասել Կիրիլը Ֆրանսիայի կազմում Կիրիլի ես կտայի դարպասապահին Զելանդիայի դարպասապահին նորից Զելանդիայի մոտը գնակը փոխանցում է պետք է այ կողքը ազատ կանգնած էր իսկ նա փոխանցում չկատարեց նայ ով է դա գալու է լավ հասցրել ես թե խլելու խլեց խնդրեմ նոր ինչ է ասել պասերով փոխանցումներ չկա հիմա փոխանցում հարված այ ինչիանալի սեյվ սա 7-րդ սեյվը կատարեց դարպասապահը այո դա ուզում է արա եթե չես կարող փոխանցում կատարի Ֆրանսիան ինչ արագությամբ է վազում նայ փոխանցում է կատարում տես այ վրատարը եթե վրատարը չլիներ նաև էլի գոլ կարող էր մտնել բայց գոլ չմտավ այո
Չնայած գոլի որ գնա դարպասապա կորսար, որտեղ ցածկից այն ուղղությամբ որտեղ գնդակը պետք է մխրճվեր ցածի մեջ։ Այսօր նորից գրողն Ֆրանսիայի հավաքականը Զելանդիան պաշտպանման չի կարողանում նորել, նայ, ոպ գնդակը հեռացնում էր դաշտից դուրս։ Գրողն է նետելու են Ֆրանսիայի ֆուտբոլիստները, գնդակը նետել են արդեն փոխանցում, Զելանդիա պասկսի խաղացողիդ այք խելոք, տեսնում ես կարիք նոր ինչ ասեցի, որ նրանք փոխանցումներով չեղ։ Այ, ինչ հիանալի հարված և գոլ, Մայքլ Օլիսեն խփում է իր երկրորդ գնդակը, չէ, Ուսման Դեմբելեն խփում է հատրիկ, Դեմբելեն խփում է հատրիկ, կներեք, որ ես ասեցի Մայքլ Օլիսը։ Բայց բանն էր, Կիրիլն էր ոսը։ Չէ, Կիրիլը չէր նայեք։ Կիրիլը փոխանցումն էր։ Կիրիլը փոխանցում կատարել, Փաթորին նա կատարել է 3 խփել է 3 գոլ եւ 1 ասիստ է արել։ 7-0 արդեն վերջացավ առաջի խաղակեսը 7-0 արշով օգուտ Ֆրանսիայի հավաքականին։ Հիմա երկրորդ խաղակեսն է։ Երկրորդ խաղակեսը գոն է Ես մտածում եմ, Զելանդիան կարողանան հեղինակության 1 գոլ թեկուզ խփել ամոթ է։ Նորից Ֆրանսիան է գրում, կարծես իմ կարծիքով Ֆրանսիան է տարվում, ոչ թե Զելանդիան։ Ատակրում է Ֆրանսիան, որովհետև եթե այն թիմը, որը տարվում է, նա միշտ սկսում է հարձակվել, որ գոլ խփի, իսկ այստեղ հակառակն է։ Ֆրանսիան հաղթում են, նորից հարձակվում է, Զելանդիան պաշտպանվում է։ Սա արդեն Դες չելնի էլի։ Նրանք մի հատ հարված են կատարել դարպասապահ ուսացել է, խնդրեմ, նորից ասում է Ֆրանսիայի գնդակը։ Անմիջապես նետում է, տես ինչ փոխանցումներ են կատարում Ֆրանսիա, անմիջապես որ Զելանդիան չի հարվածում է։ Այ, ինչ հիանալի սեյվ։ Սեյվ է կատարում։ Սա 8-րդ սեյվն է, ես հաշվում եմ դարպասապահի սեյվերը։ Այ թողափայտն է փրկում, ինչ կտսի գոլ կլիներ, նորից Ֆրանսիայի մոտ է գնդակը։ Գնդակը ասում է։ Իսկ դուք գիտեք, որ ինչ են աութը ձեռքով անում։ Որտև եթե խաղի մեջ լիներ ձեռքով չէին անի, այդ վաղ Ֆրանսիայի հավաքականն է գրում, նայ, հարված, նորից դարպասապահ։ Բայց դուք գիտեք, որ օրինակ, որ ինչ են աութը ձեռքով անում։ Ձեռքով անում են համը, որտև որ շտրաֆ չդնեն, շտրաֆ չեն կարա դնեն, որտև իրանք դաշտից դուրսն են։ Համը վրատար ձեռնոցները հագնում, որտև իրանք ձեռներին չկպնի, ձեռնոցներին կպնի։ Լավ կին։ Ով խփեց գնդակը։ Ես։ Կիրիլը։ Մայքլ Օլիսը խփում է իր երկրորդ գնդակը։ Օլիսը խփում է։ Որսը կա 8-0 3 հատ։ Եվ Կիլիան Էմբապեն նրան պատշում է։ Ով է ասիստ կատարել։ Իհարկե Կիլիան Էմբապեն։ Դա նրա երկրորդ ասիստն է, տեսար։ Ասիստեն։ Դարպասապահը այստեղ անուզոր է։ Բայց այս դարպասապահը շատ լավ է խաղում։ Այո, էստե լավ խաղացող է դարպասապահն է։ Չէ, դատավոր է։ Ասի չարնել է, որ գնդակ 8 հատ բաց է թողել, բայց ամենայն դեպս նրանք կարող են խփել Ֆրանսիան 10։ Նորից մենակ տեսնում ես ամփոփ խաղի շնորհիվ փոխանցում։ Հարված։ Նա վերցնում խաղում է վրատարին եւ գնում է մտնում է գոլ, չի հարվածում, ոչ մի բան չի անում։ Ով է գոլ խփողը։ Ուսման Դեմբելեն խփում է պոկեր։ Պոկեր, 4 գնդակ է խփում։ Ուսման Գարիկը։ Ուսման Գարիկը 4-0։ Նայեք, Նայ։ Իսկ դա պաշտպանները կողքոման էին գալի, հետաքրքիր է բան։ Բայց դարպասապահի ձեռքին կպավ։ Բայց կպավ հետո Դեմբելեի ոտքին կպավ մտավ։ Այո, 9-0, սա կարծես հոկեյ լինի կամ բասկետբոլ։ Ֆրանսիան անդադ գրոհում է, իսկ Զելանդիան չես հասկանում ինչու։
խաղը չի ստացվում, թե չեն կարողանում խաղալ, թե Դե իրանց թիմը տենց շատ Ֆրանսիայի նման ուժեղ չի, օրինակ Ֆրանսիան ունի Մայքլ Օլիսեին, օրինակ իրանք ամենաթույլ խաղացողը Մայք Կոնեն է, իսկ իրանց ամենաուժեղ խաղացողից Կոնեն ավելի ուժեղ է։ Նայեք խաղից դուրս է։ Այ, դու հասկանում ես, Դավիթ, որ օրինակ մի պստիկ offside լինում, նրանք նշանակում են offside։ Նա պետք է տենց չլիներ։ Եթե ֆուտբոլը առանց offside-ների լիներ, ավելի հետաքրքիր կլիներ։ Նորից գրում են Ֆրանսիան, ով է գրում, հայք 4 խաղացող, բանից մի հատ խաղացող չկա, Զելանդիայից 3 պաշտպան, 4-ին Զելանդիան գրողում է։ փոխանցում կատարիր, քսիր, նետիր, ընկերոջդ նետիր, քսիր, առաջ է շարժումնա, պաս քսիր, փոխանցում կատարիր, այ խելով, լավ է գորը, փոխանցում կատարիր, փոխանցում արա, այս ինչ չկված փոխանցումներ են կատարում Զելանդիայի ֆուտբոլիստը, հեսա, ով Ֆրանսիա, հեսա, տես ինչ արագությամբ նրանք, ով տես ինչ փոխանցում կատարիր, պաշտպանը լավ է, բայց Ֆրանսիաների խլում է, պրեսինգ է ենթարկում Ֆրանսիան, գրում է Ֆրանսիա, պրեսինգ միջոցով խլեց գնդակը, լավ փոխանցում են, հարված, փոխանցում, հարված, նորից դարպասապահ փրկեց գնդակը, սա կարող է լինել 10-րդ գնդակը, ով է, նորից անկյունային հարված, անկյունայիններով չեմ կարող հաշվել թե քանի անկյունային է խփել Ֆրանսիան, նորից Ֆրանսիայի մոտը գնդակը, շրջանցում է կատարում, խլում են գնդակը, նորից Ֆրանսիայի մոտը գնդակը, այս ինչ է անում, այ, նորից դարպասապահ բռնես, տեսար, ինչպիսի սեյֆով նա կարողացավ բռնել գնդակը, փոխանցում ետ, հարված սերվից, ինչյան այլ սեյվ է կատարում գրոմանեն բեն։ 11-րդ սեյվն է, թե 12-րդ սեյվն է դարպասապահի, եթե հիմա 9-0, եթե 10 սեյվերն էլ հաշվեն գոլ, կլներ արդեն հաշվը 21-0, պատկերացնում ես գարի, բայց դարպասապահը 11-12 գնդակ փրկեց, նայ, ես ինչ է անում, պաշտպանի մեղքով, նորից դարպասապահը, Եվ դարպասապահը ամենալավ խաղացողն է, դա կարևոր չէ 9 գնդակը կերեց դրանք սա պաշտպանների սխալն է։ Սխալն էր, այո, պաշտպանների սխալն էր, Նոր Զելանդիայի պաշտպանությունը Նոր Զելանդիայի վրատարը լինել խաղի լավագույն խաղացող, այլ ոչ թե Ֆրանսիայի Ուսման Դեմբելեն, որտեղ նա հիանալի սեյվեր էր կատարում։ Փոխարինում եղավ Նոր Զելանդիայի։ Իսկ դուք գիտեք Դավիթ, որ մենք շատ ենք արդեն խոսում։ Մենք մեկնաբանում ենք, դատատում ենք, որ Զելանդիան այսպիսի, որ սենց հաշվի առնենք գալի, Հայաստանի հավաքականը ավելի ուժեղ խաղում, քան Նոր Զելանդիայի հավաքականը, եթե այսպես հաշվենք։ Բայց դա Նոր Զելանդիան խաղում իրանք դաժե Հայաստանի հավաքականը մի հատ գոլ չեն կարում, մի գոլ էին ուտում, իսկ սրանք 9 գոլ։ Նորից Ֆրանսիայի հավաքականը գրով։ Ասեմ ձեզ, սա խաղ է։ Նորից դարպասապահը որսած։ Եվ ասեմ ձեզ, սա խաղ է։ Տեսնես ինչ ան, 13-րդ սեյֆը կատարեց Ֆրանսիայի հավաքականի մոտը, տեսնում ես, մի նրանք գնդակ չէ պահում, հենց հարցը որ խլեն, նա միջավետ փոխանցում են կատարում, նայ, ով փոխանցում, ես նորից փոխանցում, բայց ափսոս սխալ է փոխանցումը, հիմա նրանք պրեսինգի դիմեցին և հեսա գնդակը կխլեն, խլեցին գնդակը։ Այո, Կիրիլ։ Զելանդիայի մոտը, գնում առաջ, երկու հոգի հարսակ եկել է խլեն, Արված կով։ Մայքլ Օլիսեն խփում է իր երրորդ գնդակը, հետրիկ, 2 հոգի հետրիկ, մի հոգի պոկեր։ Այո, տայտիկ։ Սա ուղղակի կարելի ասես անհետաքրքիր խաղ է գալի։ Այո, որտեղ անդադ Ֆրանսիան է հարվածում գոլի։ Անդադ մի դարպասապահի վրա է խաղում։
Ֆրանսիայի դարպասապահ պարապսարով կանգնածադր չգիտի։ Դաժե կարող են անստել, Կարող է պարկել, քնել, քնել։ մինչև իրանք արդեն 20-րդ երազը կտանան։ Կիլիան Էմբապե, Կիրիլ, Կինի, հոգանձում։ Տեսնեսով չկարացած խպեր, վայ։ Դաժե կարող է ստեղ մի Ֆրանսիայի վրատարը սաղին հաղթի։ Դարպասապահն է գնում առաջ, միտեն իքնել է ուզում խպեր գո, Զելանդը խպիր դարպասապահ չկա, հարվածիր հերվից, հարվածիր այ, վայ այն դարպասի, վայ գարիկ, դու տեսար, դատակ դարպասի չկարացավ հարվածել, նորից հասակում է Ֆրանսիայը, խաղ ավարտվեց, հաշիվը 10-0 Մայքլ Օլիսեն վերցնում է խաղի լավագույն խաղացող։ Կինին է,